Դոնալդ Թրամփը Նովրուզի կապակցությամբ նամակ է հղել Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական կողմի տվյալով ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու երկրի միջև առկա է գործակցության հարուստ պատմություն։ Նա հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նշանակալի ձեռքբերումներ կգրանցվեն։ Թրամփն ընդգծել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի աջակցությունն Իսրայելին։ Թրամփը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Վաշինգտոնը հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության օգտին ասված է նամակում։ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիայի եւ Իսրայելի ներկայացուցիչները երեկ երեկոյան Ադրբեջանում բանակցություններ են վարել։ Հանդիպմանը մասնակցել են քաղաքական եւ անվտանգային հարցերով բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կողմերը ներկայացրել են տարածաշրջանում իրենց շահերը, որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Հաքանֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիան եւ Իսրայելը ուղիղ բանակցություններ են վարում Սիրիայում հակամարտությունը կանխելու նպատակով։ Այնուհանդերձ անտարբեր չենք հետևի Սիրիայում որևէ գործողության, որը վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար։ Իսրայելի ռազմավարությունն է ոչինչ չթողնել Սիրիայի նոր կառավարությանը, ասել է դիվանագետը։ Ֆիդանի խոսքով, եթե Դամասկոսը Թուրքիայի հետ ռազմական համաձայնագիր կնքի, Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել։ Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները, որոնք տևել են մոտ 6 ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է Միացյալ Նահանգներում նշանակված Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի տեղակալ Սոնատա Քոուլթերը։ Հանդիպման օրակարգում է եղել երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը։ Պետքարտուղարության տվյալով Մոսկվայի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են դիվանագիտական հարաբերություններում առկա խնդիրները վերացնելու նպատակով նոր հանդիպում կազմակերպելու, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների աշխատանքների համար բանկային ծառայությունների մատուցման հնարավորությունը։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը կառուցողական է որակել բանակցությունները։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Աբու Դաբիում կալանավորների հերթական փոխանակումն են իրականացրել։ Ռուսական կողմն ազատ է արձակել Քսենիա Կարոլինային, որը մեղադրվում էր պետական դավաճանության համար, քանի որ ուկրաինական բարեգործական հիմնադրամին գումար էր նվիրաբերել, գրում է Wall Street Journal-ը։ Նա դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ Ի պատասխան Միացյալ Նահանգներն ազատ է արձակել Արթուր Պետրովին, որը ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում, երկակի նշանակության միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով։ Վաշինգտոնը բարձրացրել է Չինաստանից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, այժմ դրանք կազմում են 125%, հայտնել է Դոնալդ Թրամփը։ Ավելի ուշ ամերիկյան ԶԼՄ-ները հղում կատարելով Սպիտակ տանը հայտնել են, որ մաքսատուրքերը հասցվել են 145%-ի։ Մյուս երկրների համար սահմանված հավելյալ մաքսատուրքերը 90 օրով սառեցվում են բանակցություններ անցկացնելու համար։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ ավելի քան 75 երկիր դիմել է Վաշինգտոնին հարկերի շուրջ բանակցելու խնդրանքով։ ԱՄՆ նախագահը մեկնաբանելով մաքսատուրքերը սառեցնելու իր որոշումը փաստացի խոստովանել է, որ դրա վրա ազդել է շուկաներում ստեղծված իրավիճակը։ Թրամփը համոզմունք է հայտնել, որ ի վերջո առևտրային գործարքներ կկնքվեն բոլորի, այդ թվում Չինաստանի եւ Եվրամիության հետ։ Ավելի վաղ Պեկինը հայտնել էր ամերիկյան ապրանքների համար 34%-ի պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին, այնուհետև դրանք հասցվել էին 84%-ի։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը սառեցնելու Թրամփի որոշմանն ի պատասխան Եվրամիությունը հետաձգում է Միացյալ Նահանգների դեմ նախատեսված եվրոպական սահմանափակումները, նույնպես 90 օրով։ Դոնալդ Թրամփը հանդես է եկել մի շարք այլ հայտարարություններով, ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Իրանի դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով։ Նա հավելել է, այդ դեպքում Իսրայելն առաջատար դեր կստանձնի։ Նա նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին դեռ ոչ ոք չգիտի։ Թրամփն անդրադարձել է Եվրոպայի հետ հարաբերություններին, տեղեկացրել, որ Միացյալ Նահանգները կարող է կրճատել իր զինված ներկայությունը Եվրոպայում։ Կրեմլի խոսնակը հերքել է Չինաստանը ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու համար Մոսկվային Կիևի ներկայացրած մեղադրանքները։ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Պեկինը հավասարակշռված քաղաքականություն է վարում։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Դոնեցկի շրջանում գերեվարվել է չինացի 2 զինվորական։ Նրա խոսքով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ առնվազն 155 չինացի է կռվում։ Չինաստանի ԱԳՆ-ն հավատացրել է, Պեկինը զինվորականներ չի ուղարկել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։
Թուրքիայի նախագահն ընդունել է քրդամետ ժողովուրդների հավասարություն եւ ժողովրդավարություն կուսակցության падգամավորներին։ Սա վերջին 13 տարում Ռեջեփ Էրդողանի առաջին հանդիպումն է կուսակցության ներկայացուցիչների հետ։ Օրակարգում են եղել ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր։ Ավելի վաղ ժողովուրդների հավասարություն եւ ժողովրդավարություն կուսակցության ներկայացուցիչները հանդիպել էին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդի, Թուրքիայում ցմահ-ազատազրկված Աբդուլլա Օջալանի հետ, որն իր գլխավորած կազմակերպությանը կոչ է արել ինքնալուծարվել եւ վայր դնել զենքը։ Գերմանիայում պահպանողականները եւ սոցիալ-դեմոկրատները համաձայնության են եկել իշխող կոալիցիայի ձևավորման հարցում։ Երկրի հնարավոր ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով Գերմանիայի հաջորդ կառավարությունն ուժեղ ծրագիր կունենա։ Մասնավորապես կփոխվի զինվորական ծառայության մոդելը, շեշտը կդրվի կամավոր ծառայության վրա, շվեդական օրինակով։ Գերմանիայի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ երկրում 5 տարի բնակվելուց հետո նախկին 3 տարվա փոխարեն։ Նոր կառավարությունը կխստացնի անօրինական միգրացիայի դեմ պայքարը, նաեւ կշարունակվի հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։